Բարև հարգելիս, այսօր քո համար մի պատմություն ունեմ, պատմություն, որը իմ կյանքից է, ինձ տարիներ առաջ փոխեց իմ մտածելակերպը, իմ աշխարհայացքը ժամանակի ընթացքում, սա քաղաքական պատմություն չի, քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, ոչ էլ իհարկե իմ կյանքի ամենամեծ դեպքն է, հնարավոր է սա հենց այն պատմությունն է, որը կարող է մեզ որպես ազգ փոխել։ Տարիներ առաջ, մոտ 20-20-ից ավել տարի առաջ, ես երիտասարդ, համալսարանը նոր ավարտած, կյանքը ինձ տարավ հասցրեց մինչև Հայաստանի հարավում գտնվող Տեղ գյուղը լսած կլինեք։ Ու եթե դու հիմա Տեղ գյուղից ես, իմ իջայլոց, ջերմագույն բարևներս բոլոր տղացիներին։ Նոր քաղաքի եռուզեռից կտրված երիտասարդ, համալսարան ավարտ գնացի Տեղ գյուղ ու այնպես ստացվեց, որ միաժամանակ ինձ հետ ամերիկացի եկավ Տեղ գյուղ, խաղաղության կորպուսի աշխատակից ու այնպես ստացվեց, որ միասին պետք է աշխատեինք։ Ծանոթացանք իմ տարիքի երիտասարդ Ամերիկայի Չիկագո քաղաքից էր, անունը չեմ տա, թող լինի Ջոն, տիպիկ ամերիկական անուն։ Ու ես ու Ջոնը ընկերացանք։ Կյանքի հանգամանքները այնց էր, որ շատ իրար նման էին ու ընկերացանք։ Ինքն է փիլիսոփայական ավարտ, ամեն հարցի շուրջ վիճող, բանավիճող, մենք չենք վիճում, այնպես չէր, որ վիճում էինք ու հասնում էինք կռվի, ինչպես երևի թե եթե այդ նույն վեճերը ունենայի մերոնց հետ հաստատ կռվի կհասներ, բայց իր այդ ստացվում էր, բանավիճում էինք, ամեն հարցի շուրջ։ Տենց ամիսների ընթացքում շատ մոտիկացանք, այնքան մոտիկացանք, որ անգամ ինքն էր գալի Երևան ինձ մեր տուն ծնողներիս էր ճանաչում, ընկերներիս էր բոլորին ճանաչում, ես է իր ծնողներին ճանաչում, որտեղ ընթացքում եկան Հայաստան, այցելեցին իրեն միասին ժամանակ ենք անցկացրել Սևան եւ այլն։ Ու լավ մտերմացանք, լավ մոտիկ ընկերներ էինք։ Ու մոտարապես մի տարի իրար ճանաչելուց հետո այսպեսի մի դեպք ստացվեց, այդ բանավեճներից մեկի ժամանակ սկսեց ինչ-որ մի գիրք հիշատակել։ Հղումներ էր անում, ամեն վիճելուց հղումներ էր անում դեպի այդ գիրքը, ինչ-որ փոքրիկ գիրք էր, որը օնլայն գնել էր ու մի օր արեց, երկրորդ օրը նույն գիրքը հղեց, տենց մի քանի օր հիացմունքներ ցույց տալի այդ գրքով ու այնպես ստացվեց, որ ես էլ նենց կուլտուրայից դրդված ասեցի դե ընկերա, այդքան ասում է, երևի ուզում է, որ ես էլ այդ գիրքը կարդամ, ասեցի Ջոն ջան, այդ գիրքը ուղարկի ինձ, ես է կարդամ, թվային գիրք էր էլի, ասեցի ուղարկի մեյլիս, ես է կարդամ, ասեց չեմ կարա, դե ես Հայաստանցի երիտասարդ ընկերական, ես էլ ընկերներ ունեի, միջավայր կար, բան, չհասկացա, չընկալեցի, ուղարկի ինչ պետք է լինի, ուղարկի ասում եմ չեմ կարա անեմ, չեմ կարա քեզ ուղարկեմ, ինչու, ինչ խնդիր կա, կոդավորված է ինչա, չէ, բա ինչ խնդիր կա, չեմ կարա, ես էլ վիրավորվեցի, նեղացա, ջղայնացա, նյարդայնացա, վիճեցինք իրար հետ, ու նենց ստացվեց, որ եկա Երևան ու մի քանի օր հետո չէի շփվում, ընդհանրապես կապ չունի, իմ պատկերն եմ ասում էլ, իմ տեսանկյունից, ինքը այդքան ինձ այդ գիրքը գովաբանեց, դե ասի լավ, դե ջայնամ տուր, ես է կարդամ, չէ, ախպեր, տես նեղացա, ու մի քանի օր անցավ, այնպես ստացվեց, որ գործերով մեյլս էի ստուգում, պոստար կղսել էլեկտրոնային, բացեցի տեսա նամակ է եկել, ու այդ գիրքն եմ ստացել, ու հետաքրքիրը նա էր, որ այդ գիրքը եկել էր ոչ թե կոնկրետ Ջոնի հասցեից, էլեկտրոնային, այլ եկել էր հենց գրքի հեղինակի հասցեից, այսինքն ինչ էր կատարվել, ինքը մի անգամ էլ գիրքը գնել էր ու նշել էր իմ հասցեն, ստացողի հասցեի փոխարեն, դե գիրքը ստացա, մի հատ փոքր գիրք էր ինչ-որ մի նշանակություն չունեցող փիլիսոփայական, չեմ էլ հիշում այդ գիրքը ընդհանրապես, 27 էջ էր, թե 37 էջ էր, վերջը հարցը գիրքը չէր, գնացի, վերադարձա Տեղ գյուղ, վերադարձա, գնացի մեր Ջոնին հանդիպեցի, Ջոն ասում եմ, որպես ինչի ես 20 քանի դոլար էր, չէ, ես ասեմ $30 մոտարապես ինքը վճարել էր, ես ընդ գինը տեսա, ինչի ես տղա ջան $30 վճարել նորից այդ գիրքը ուղարկի, երբ որ դու այդ գիրքը ունես, ու պատմեց, ինքը նկարագրեց, ինչի տենց արեց, ինչի մերժեց, ինչի հետո գնեց ուղարկեց, սա ուշադիր լսեք, սա իմ կարծիքով ամենակարևոր կուլմինացիոն պահն է այս պատմության,
Ասում է, ես չեմ ուզում, այն մարդը բիզնես է անում, այն մարդը հեղինակ է, գիրք է գրել ու գումարը վաճառում է։ Ես չեմ ուզում իր գործին, իր բիզնեսին խփած լինել։ Այդ պահին էլ չեմ հասկացել իրան։ Օրեր հետո էլ չեմ ամբողջությամբ չեմ հասկացել իրեն։ Տարիների ընթացքում այդ հասկացողությունը եկավ, երբ որ սկսեցի գիտակցել ու տարիների ընթացքում իմ մտածելակերպը ըստ այս պատմության փոխվեց։ Այս մարդը հարգելով հայրենակից լինի, հայրենակից չլինի, այս մարդը ուրիշ մարդու գործը հարգելով ինքը չէր ուզում այդ գիրքը տարածել, քանի որ ինքը գնել էր իր համար, կարդացել էր ու գիտեք, այստեղ շատը ոչ թե ինչ-որ օրենքից վախենալն էր, այլ իր բնավորությունը ճանաչելով ես գիտեմ, որ նա զուտ չէր ուզում մարդու գործին խփած լիներ։ Ինչ եղավ։ Դրանից հետո տարիների ընթացքում շատ եմ մտածել նրա մասին, որ մենք որպես ազգ, որպես մեր ազգի ներկայացուցիչ, քանի անգամ ենք իրար խանգարել, իրար գործին խփել, անգամ չգիտակցելով, անգամ չհասկանալով թե վնաս ենք պատճառում, քանի անգամ ենք իրար խանգարել ու իրար գործը չհարգելով տարածել, մեկս մյուսին թույլ չենք տվել զարգանալ։ Բիզնես առումով իհարկե։ Քանի անգամ ենք մեկս մեկի գործը, արտադրանքը արժե զրկե, իրականությունը գիտեք որն է։ Մեծ հաշվով հարցը ոչ մեր ղեկավարության մեջ է, ոչ մեր քաղաքական իրավիճակի կամ աշխարհագրական իրավիճակի։ Հարցը նա է, որ միջև մենք որպես ազգ, որպես ազգի ներկայացուցիչ սովորենք իրար հարգել, իրար գործը հարգել, մենք որպես մեծ ազգ, որպես հարգված այլ ազգերի կողմից չենք կայանա։ Դա իմ կարծիքն է, որը ձևավորվել է հենց այս նույն պատմության օգնությամբ։ Ընկերներ ջան, սա ես պատմում եմ ոչ թե որպես ինչ-որ իմ մասնագիտությունից ելնելով դաս տալու համար, այլ իմ կարծիքով սա կարևոր է իմանալ հենց քո համար, որտեվ ինձ համար կոնկրետ սա նշանակալի իրադարձություն էր։ Ու ես կուզեմ այս պատմությունը պատմել քեզ, քանի որ եթե անգամ մի փոքրիկ ազդեցություն ունենամ քո վրա, լիովին կատարած կլինեմ իմ այսօրվա լավ գործերի ցանկը։ Վերջում ուզում եմ ասեմ, որ մեր հիմնական առաջխաղացումը ոչ թե մեր պետական ընտրությունների օրն է կամ հրապարակներում պայքարելու ժամանակ է, այլ մեր հիմնական գործը կայանում է մեր առօրյա փոքրիկ ընտրություններ կատարելու ժամանակ։ Այնպես որ հարգենք իրար, դուք էլ ինձ հարգելով լայք դրեք, տեսանյութը տարածեք, մեկնաբանեք, ձեր կարծիքը հայտնեք, բաց եմ բոլոր կարծիքների, եւ եթե դեռ բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք, հետաքրքիր կլինի։